Գորիսեցին հիշում է, գորիսեցին պահանջատերը և գորիսեցին ամուր է կանգնած իր հողի վրա։ Այս ամենի մասին փաստում են հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ իրենց կամքն ու կարծիքը հայտնելու միտմամբ միավորված գորիսեցիները։ Դեռ երեկվանից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Արդար պահանջատիրությամբ ու պատմական արդարությունը վերահաստատելու վճռականությամբ մեծ ու մանուկ եկել են ապացուցելու, որ հայը Փյունիկի պես միշտ թառնելու եւ հաղթելու է։ Այսքան ժողովուրդը, որ եկել է հավաքվել, բոլորի սրտում էլ կա հիշողության խորհուրդ։ Երբեք չպետք է մոռանալ, երբեք։ Այս ժողովրդի կրած տառապանքները չեն ընկճել ներկա սերնդին, նրանք հիշում են, հարգանքի տուրք մատուցում, բայց նաև պայքարում արդար դատաստանի համար։ 14-ամյա Նարեկ Շալունցն է, վստահ է խոսում վաղվա օրվա մասին ու հավելում։ Մենք պետք է հարգենք այս օրը, քանի որ ամբողջ աշխարհին ցուցադրենք այն, որպեսզի նրանք կարողանան ընդունել այս օրը եւ ամբողջ աշխարհը իմանա դրա մասին եւ Թուրքիան պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Գարոն Ազադայանը թորների ուղեկցությամբ է հուշահամալիրում, եկել է հատուկ նպատակով, նաև որպես օրինակ թողնելու թորներին։ Մեր հայ ժողովուրդը կլինի եւ պետք է պայքարի իր գոյության համար։ Հարգանքի տուրք են մատուցում նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, այստեղ են սահմանապահն ու զինվորը, ոստիկանն ու պարեկը, տարբեր հիմնարկների աշխատակիցները, կրթական ոլորտի մասնագետները, ուսանողները, պատանիները ու անգամ նորածինների հետ մայրիկներն են այստեղ։ Հիշատակ մեկ դար առաջ նահատակված հայրենակիցների Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ հոգեհանգստյան կարգ է աղոթք է բարձրացվում հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ու նաև Հայաստանի վաղվա օրվա համար։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։